Արտակարգ իրավիճակ է Մոնումենտում, Ազատության պողոտայում երթևեկելի գոտու մոտ ջրի խողովակը ենթադրաբար պայթել է և հեղեղում է փողոցը։ Դեպքին ականատես է եղել 21 TV News-ի թղթակիցը։ Ազգային ժողովի նիստերի դահլիճում գրքերը կրկին լարվել են։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ռուբեն Ռուբինյանին մեղադրել է նիստերը նախորդ 8-րդ գումարման խորհրդարանի ոճի վերածելու համար։ Կարապետյանի դիտարկումը դահլիճում լարվածություն է առաջացրել, քանի որ նա իր խոսքն ու դժգոհությունը Ռուբինյանին փորձել է փոխանցել մեկ այլ падգամավորի՝ Ալխազ Ղազարյանի միջոցով։ Տիկին Ղազարյան, խոսքը ձեր միջոցով նախագահողին եմ ուղղում։ Նախագահողը այս 2 օրը ամեն ինչ անում է, որ նիստը վերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի նիստի։ Երեք խոսում էր բոքսից, այսօր խոսում է առողջությունից։ Ես խնդրում եմ, այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դահլիճում, եւ բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ, ասեմ։ Իսկ ինչ վերաբերում է առողջությանը, առողջության հետ կապված կարող ենք կոնսուլտացիաներ անել։ Ես ուղղակի որպես վերջի անձ, ով ամեն ինչ անում է, որ չվերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի, հորդորում եմ նորմալ աշխատանքային զրույց ունենանք այստեղ, չունենանք պոետիկ երեկոներ Տիգրան Կարապետյանի ԱԼՄ-ի ֆորմատով եւ աշխատենք կոնկրետ գործերի վրա։ Ռուբինյանն առանց արձագանքի չի թողել ելույթը Ալխազ Ղազարյանի միջոցով զգուշացնելով, որ ցանկացած դրսևորում արժանանալու է հայելային վերաբերմունքի։ Տիկին Ղազարյան, խնդրում եմ ձեզ հարց տվողին փոխանցեք, որ առողջությունից խոսեց իր գործընկերը, իր հետևում նստած։ Եվ ես բազմիցս եմ կրկնել, եթե ինչ-որ բան ասում եք այս դահլիճում, նույն ճշգրիտ նույն վերաբերմունքը ստանալու են իրանք, ձեզ հարց տվողը։ Եվ այն մնացածը էլ չշարունակեն։ Բարեկրթությունը միանշանակ պետք է պահել եւ կպահվի հուսով եմ։ Նարեկ Կարապետյանը վերահաստատել է, որ ընդդիմությունը գործադրում է վերջին ջանքերը կանխելու խորհրդարանում անցյալի միջադեպերի կրկնությունը։ Մենք վերջին մեր ջանքերն ենք գործադրում շարունակելու, չվերածել 9-րդ գումարումը 8-րդ գումարման ու չունենալ նոր անվտանգության խորհրդի քարտուղար։ Հայաստանի նախկին ոստիկանապետ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նոր պաշտոն ունի։ Նա նշանակվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։ Իրավապահ մարմինները պարզել են օգոստոսի 13-ին մահացած զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան հանգամանքները, հայտնել է Արմլուրը։ Ըստ նախնական տվյալով ինքնասպանություն գործած զինվորի գործով կալանավորվել է ժամկետային զինծառայող։ Դիրքում մի քանի անգամ զինծառայողները քնած են տեսել նրան, ինչը ներքին տարաձայնությունների պատճառ է դարձել։ Ծառայողների միջև լարված խոսակցությունները այնքան են խորացել, որ զինվորը որոշել է վերջ տալ կյանքին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադարձել է հապկում Հայաստանին ձայնի իրավունքի ձգելու եւ կառույցից հեռացնելու մասին խոսակցություններին։ Երևանը դիրքորոշումը կարտահայտի այն ժամանակ, երբ նման կոնկրետ որոշումներ լինեն, ասել է նա։ Իշխանական падգամավորի խոսքով Հայաստանը սառեցրել է անդամակցությունը, քանի որ հապկը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակման ժամանակ եւ չի ճանաչել այն սահմանները, որոնցով երկիրը անդամակցել է կառույցին։ Որոշումն հետևյալն է, որ մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը հապկին պայմանավորված այն հանգամանքով, որ հապկը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակումը տեղի ունեցել եւ հապկը գործնականում չի ճանաչել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է հապկին։ Խոսելով ապագայում անվտանգային այլ կառույցի անդամակցելու հնարավորության մասին, Հովհաննիսյանը հայտնել է, որ այս պահին նման հարց չի քննարկվում։ Փոխարենը Հայաստանը զարգացնում է սեփական ռազմաարդյունաբերությունը եւ գնում անվտանգության դիվերսիֆիկացման ճանապարհով։ Մենք պատկերացնում ենք Հայաստանը բազմավեկտոր հարաբերություններ ունենալիս, թե տնտեսական առումով, թե քաղաքական, թե ռազմական, այսինքն կրկին ոչ թե կախված լինել մեկ կետից, այլ ունենալ տարբեր կախվածություններ։ Արմավիրի մարզի Խանջան գյուղում իրավիճակը լարվել է։ Գյուղացիները բողոքում են բերքի իրացման խնդրից եւ մթերման խիստ ցածր գներից։ Ըստ Նյուզեեմի մեր գործընկերների, գյուղացիները դժգոհել են, որ արտահանողները պարտադրում են ապրանքը հանձնել 100 դրամով, մինչդեռ նրանք պահանջում են նվազագույնը 200 դրամ։
Այդ արտահանողը հիմա կանգնած է 2-3 կա գյուղը 100 դրամով։ Ախպեր, ես էլ եմ ճրագոր։ 100 դրամով ասում եմ հիմա այդ գինի մոմենտն է հիմա։ Մենք 100 դրամով տանք իրան այդ կապենք ջրետի։ Հենց հիմա ես ճրագով տա։ Գինի մոմենտ է, սա թող դարձրեն 200-250 տանք։ Ոչ մի խնդիր չի եղել։ Համայնքապետարանը գյուղացիներին հորդորել է ժամանակ տալ խնդիրը կարգավորելու համար, սակայն բնակիչները վստահ են, ժամանակը սուղ է, բերքը փչանում է, իսկ շոշափելի արդյունք դեռ չկա։ Բնակիչներից մեկը Նյուզեեմի հետ զրույցում նշել է, որ պատրաստվում են վաղը ամբողջ գյուղով ճանապարհը փակել, քանի որ վստահ են, խնդիրը չի լուծվելու։ Ամբողջ գյուղով կնիկ երեխա, սաղս բերում ենք գցենք այս ճամփային, փակենք այն դեպքում, որովհետև ես վստահ եմ, որ այս մարդու ասածը ընդհանրապես ուժի մեջ չի լինելու, որովհետև բաներ կա, որ ինքը ասելով չի արել։ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների նրան միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից տեղափոխել են օդանավակայան եւ վտարել երկրից։ Հասանովի Ռուսաստանի քաղաքացիությունը չեղարկվել էր դեռևս անցած տարի, իսկ այս տարվա հունիսին իրավապահները նրան ձերբակալել եւ տեղափոխել էին միգրանտների կենտրոն։ Եվրամիությունը պատրաստվում է աշտանը զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Նրա խոսքով աշտանը Բրյուսելը կներկայացնի պատերազմի սկզբից ի վեր հակառուսական պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը։ Եթե առաջարկը արժանանա միության անդամ բոլոր երկրների հավանությանը, սև ցուցակում հայտնված ռուսաստանցիների ընկերությունների եւ կազմակերպությունների թիվը միանգամից կաճի 1/3-ով, ասել է Կալասը, նշելով, որ Եվրամիությունը շարունակելու է ճնշումը այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը։ Թե կոնկրետ ում եւ որ ոլորտներին կվերաբերեն նոր սահմանափակումները դեռևս չի հստակեցվել։ Ըստ Եվրոպական դիվանագիտության ղեկավարի, միայն արդեն իսկ գործող սահմանափակումները ռուսական տնտեսությանը հասցրել են ավելի քան 1 տրիլիոն եվրոյի վնաս։ Ուկրաինան առաջին անգամ սկսել է կիրառել բրիտանական արտադրության դրոններ Ռուսաստանի խորքում թիրախներ խոցելու համար, հայտնել է բրիտանական Times-ը։ Երկրում գրանցվել է անօդաչուներով ամենազանգվածային հարձակումներից մեկը։ Մոսկվայի երկնքում արձանագրվել է շուրջ 600 ուկրաինական ԱԹՍ։ Հարվածը հասցվել նաև Պոդոլսկում գտնվող Վալբերիսի խոշորագույն պահեստներից մեկին։ Դոնեցկում անօդաչուի հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել Գալակտիկա առևտրի կենտրոնում։ Օդեսայում, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ռուսական ԱԹՍ-ն թիրախավորել է Էպիցենտր հիպերմարկետը։ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնել են երկարաձգել 60-օրյա հրադադարի ռեժիմը, հայտնել է Էլ Արաբիան։ Երկրների միջև Իսլամաբադի հուշագրով գործող 60-օրյա հրադադարի ժամկետը լրացել է այսօր, օգոստոսի 17-ին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ շուտով լավ բաներ են տեղի ունենալու։ Համացանցում մարոկացի միգրանտների նոր կադրեր են տարածվել իսպանական Սեուտա կղզի ներթափանցելու նոր փորձերից։ Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Մադրիդը պետք է առաջարկի 3 վայր Սեուտայում միգրանտների համար ժամանակավոր ճամբարներ ստեղծելու նպատակով։ Հնդկաստանում 2 առանձին ողբերգական միջադեպերի հետևանքով զոհվել է 14 մարդ։ Առաջին դեպքը տեղի է ունեցել հյուրանոցներից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով, ինչի պատճառով զոհվել է 7 մարդ։ Ըստ նախնական վարկածի, կրակի բռնկման պատճառ է դարձել շենքի էլեկտրալարերի կարճ միացումը։ Մեկ այլ միջադեպ էլ տեղի է ունեցել Հնդկաստանի Բիհար նահանգում, որտեղ տաճարի մոտ առաջացած ուժեղ հրմշտոցի հետևանքով զոհվել է 7 քաղաքացի։